Գանք երկրորդ թեմային, քանի քահանաների մասին խոսք գնաց, մենք արդեն մի փոքր շոշափեցինք գնդերեցների թեման, հա, լուծարման եւ անհասկանալի է այնտեղ բնեի մեկնաբանությունների այդ հարցի շուրջ, այդպես էլ միջև վերջ հստակ բացատրություն չեղավ ինչու, ինչի համար, ինչ կարիք կար այդպիսի գործողությունների։ Հա, բայց գոնե ֆորմալ ինչ որ բացատրություն, գոնե արդեն դուք ասացիք, դրա կարիքն էլ չունեն դուք։ Դες իրենք արդեն այնքան են լկտիացել, որ իրենք որևէ ֆորմալ բաներ էլ չեն պահում բացարձակապես։ Հա Ուղիղ անում են ինչ որ ուզում են։ Հիմա նաև լուր ստացանք հրապարակորաթերթներ գրել, որ հոգևորականներին հիմա էլ խոչընդոտում են քրեակատարողական հիմնարկներ այցելել եւ իրենց օգնությունը ցուցաբերել դատապարտյալներին կամ կալանավորներին։ Փաստացի եւ զինվորականները եւ զինծառայողները եւ քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդիկ, դա երկուսն էլ ստրեսային միջավայրեր են, որտեղ հոգևորականը ունի անելիք, իր ներկայությունը այդտեղ կարևոր է։ Երկրորդը դա պետք է հասկանալ, հա, փակ այսպես միջավայր է տղամարդկանց, որտեղ բավականին լարված ոչ միայն տղամարդկանց կանայք էլ կան, մենակ մեզ վրա մի գցիր։ Okay, կարծում ես կանայք են այս բարձր կոնֆլիկտայնություն շատ ավելի։ Հա, ու միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ շատ սեքսիստական բան ստացվեց մեգոյա, բայց շատ սեքսիստական բաներ ես ասում։ Okay, լավ կներեք, չնեղացնելով տղամարդկանց, կանանց շրջանակներում էլ փակ ցանկացած փակ համակարգում լինում է բարձր կոնֆլիկտայնության, բարձր ստրեսային իրավիճակներ, որտեղ հոգևորականի ներկայությունը եւ մոդերացիան այդ կոնֆլիկտների շատ կարեւոր է։ Հիմա երբ որ մարդկանց զրկում են, արդյոք դա օրինակ նաեւ չի հակասում օրենքի, որ մարդուն զրկում են հոգևոր օգնությունից, հատկապես ազատազրկվածները կարծեմ նույնիսկ միջազգային կոնվենցիաներով իրավունքներ ունեն իրենց կրոնական կարիքների բավարարման եւ հոգեվորականները այդտեղ շատ կարեւոր գործ են անում, եթե վերցնենք այդ մարդիկ շատ ավելի նույնիսկ հնարավոր է հոգեվորականի կարիք ունեն, քան զինվորները, որտեղ զինվորը ամեն դեպքում անազատության մեջ չի։ Ես ուզում եմ մի փոքր բան նշել, երևի Անժելան, չգիտեմ, տեղյակ է թե չէ, որ Վահեն կանգնած է բանակում հոգևոր ծառայության, կարելի ասել ակունքներում եւ իր ներկայությունը լրջորեն ունեցել է հենց այդ ինստիտուտի կազմավորման ժամանակ։ Երևի քչերը գիտեն սրա մասին։ Ես չեմ իմացել անկեղծ։ Դից մի նայինց դեգան ես անկեղծ չեմ իմացել։ 99 թվականից մինչև 2001 ես եղել եմ առաջին բանակային կորպուսի հոգևոր սպասավորը։ Իմ երիտասարդության տարիներն էին։ Դու քանի տարեկան ես Բեգոյան։ Բավական մեծ Անժելա։ Ես ուղղակի լավ եմ պահպանվել, որտեղ ինչ ունեմ։ Այդքան հին ես դու։ Այո, ես շատ հին եմ, բավական հին եմ, եւ դա իսկապես ակունքներն էին, այդ ժամանակ դեռ կանոնադրությունը գրված չէր եւ մենք շատ դժվարությամբ, շատ ծանր ընդ որում կոնֆլիկտային իրավիճակներով ստեղծել էինք այդ համակարգը, որը այտենց փայլուն արդեն սկսել էր աշխատել եւ լուրջ արդյունքներ էր բերում, բայց փաստորեն ներկա պաշտպանության նախարարը այն մարդն է, ով կարող էր Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ հիմնված եւ Գարեգին առաջին կաթողիկոսի ստորագրությամբ հիմնված մի կառույց ուղղակի տենց լուծարել, դե ինչ ասեմ։ Չնայած ինչի են զարմանում, եթե կարող էին այսօր դնել արդեն անկախության հռչակագիր սահմանադրությունից հանելու բան, նայեք ովքեր են էլի այդ ակունքներում կանգնած։ Երբ որ կարային Արցախ ճանաչեին Ադրբեջանի կազմում, դրա եղածն ինչա։ Այսօր հանդիպեցի, որ ԿՊ-ի նախընտրական ծրագրում վեհապարի փոփոխության հարցը արդեն ոնց հասկացա դրված։ Բայց այդ շատ լավ է, թող լինի։ Տեսնենք քանի հոգի է այս երկրում։ Այո, քանի ի վերջո, որովհետև գիտես հիմա օրինակ որ դու այդ ասում ես, այդ խնդրը ժողովուրդը պիտի հասկանա, որ իր խնդրեմն է։ Որ դա վեհապարի խնդրը չի, որովհետև այդ պատուհասը վեհապարի գլխին չի գալիս։
Եթե ուզում եք իմանալ, դա վեհապարի համար երևի իր առավել եւս այս առաջացած տարիքում, որտեղ ամեն դեպքում վեհապարը 70-անց մարդ է, այնպիսի մի հանգիստ կյանքի շրջան կարա լինի, Աստված մի արածը, եթե իհարկե տեղի ունենա դա վեհի համար ազատագրում կլինի այն ծանրագույն բեռից, որտեղ այս մարդիկ տենց էլ պաշտոնը չհասկացան, պաշտոնն ու աստիճանը ինչ լուծ է։ Իրանք դրա պարգևավճարների վերածեցին ախրանայի մեքենաների ու այտենց բրբրթող ժողովրդին մեկին բռնող, որ ինքը թքի վրան, իրանց համար իշխանությունը դա է, իրանք այդ իշխանության ծանրության ու բեռի այդ լուծը չզգացին։ Վեհապար տիրոջ համար դա կլինի ազատագրում ուղղակի այդ ծանրությունից, որը ինքը արդեն գրեթե 3 տասնամյակ կրում է իր վրա, եւ սա պիտի հասկանան, որ սա ժողովրդի խնդիրն է, այդ նույն քրեակատարողական հիմնարկներում նստած անազատության մեջ գտնվող կալանավորները պիտի գիտակցեն եւ պիտի իրենց փաստաբանների միջոցով պահանջեն իրենց իրավունքները բավարարելը, դա իրենց է հարվածում, դա այդ հոգեվորականին չի հարվածում, դա այդ հոգեվորականին բացարձակապես չի հարվածում, որ ինքը բանտ չի գնալու, իսկ դու պատկերացնում ես այդ հոգեվորականների ինչ ստրեսների միջով են անցնում այդ մարդկանց պրոբլեմները լսելուց, նրանց անընդհատ մխիթարելուց, նրանց անընդհատ ոգևորելուց, աշխատելուց վերջո նրա վրա, որ այդ մարդիկ այդտեղից դուրս գան շտկված, ոչ ավելի խեղված, այլ վերադառնան նորմալ մարդ դարձած, այդ հոգևորականներին դրանից ինչ որ վատ բան է լինում։ Ինչ լինում է այս ժողովրդին եւ այս ժողովուրդը պիտի ի վերջո ինչ որ պահի հասկանա, որ այս պատուհասները բերում են իր գլխին, որ եկեղեցին չի տուժում դրանից, այդ հոգևորական տուժում են իրենք։ Ինչպես է նույն հայեցակարգային հարցերում էր, որ խոսում էինք, թե ինչպես տարբեր հայեցակարգային կարևոր հարցեր չեն ստանում որոշակիություն հենց եկեղեցու եւ պետության համագործակցության բացակայության պատճառով, երբ որ շատ լուրջ օրինակ կրթության, մշակույթի, առողջապահության ամենատարբեր հարցերով, հիմա օրինակ Կոմիտասի սրբադասման հարցով, ինչքան կարևոր պիտի լիներ, որ ազգային պետության, ազգային կառավարության, մշակույթի նախարարությունը որը նույնիսկ այս մարդկանց որ գոյություն իսկ չունի, բայց այդ մշակույթի նախարարությունը ինչքան հսկայական առաքելություն պիտի ունենար Կոմիտասի սրբադասման հարցում հսկայական թե գիտական առումով, թե պետական ռեսուրսի եւ արարողակարգերի առումով ներգրաված լինելու։